Անդրադառնանք մի եկեղեցու, որն իսկական լեգենդ է։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանում, պատմական Նիգ գավառում։ Սա Ապարանի կամ Քասաղի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին է, որն ունի եզակի ու ցնցող պատմություն, հատկապես կապված ջրի տակ անցնելու և վեր հառնելու հետ։ Պատկերացրեք մի տաճար, որը տարվա մի քանի ամիսն անցկացնում է ջրի խորքերում, լիովին սուզված, իսկ ամռանն ու աշնանը ջրերի նահանջելուն պես։ Նորից դուրս է գալիս արևի տակ, ապացուցելով իր տոկունությունն ու անմահությունը։ Սա Արագածոտնի մարզում գտնվող Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է։ Այս կառույցը Հայաստանի հնագույն, հոգևոր, մեծակտավ հուշարձաններից է։ Այն կառուցվել է 4-րդ դարի վերջին, մոտավորապես 380-ական թվականներին, Արշակունյաց Գահատոմսի հզոր նախարարական տոմսերից մեկի Գնթունիների կողմից։ Սա եռանավ բազիլիկ է, ինչը նշանակում է, որ իր չափսերով ու հզորությամբ այն ժամանակին եղել է տարածաշրջանի ամենակարևոր կենտրոններից մեկը։ Դարեր շարունակ այն կանգուն է մնացել, դիմակայելով երկրաշարժերին ու թշնամիների արշավանքներին։ Բայց ամենամեծ փորձությունը նրան սպասվում էր 20-րդ դարում։ 1960-ական թվականներին Խորհրդային Հայաստանում որոշում կայացվեց կառուցել Ապարանի ջրամբարը, Քասաղ գետի ջրերը կուտակելու համար։ Ծրագրի համաձայն մի քանի գյուղեր պետք է տեղահանվեին, իսկ 5 գյուղատեղին հազարամյա եկեղեցու հետ միասին պետք է մնար ջրի տակ։ Շատերը կարծում էին, որ ջուրը տարիների ընթացքում կքայքայի ու հողին կհավասարեցնի 4-րդ դարի այս հրաշքը։ Բայց տեղի ունեցավ հակառակը։ Հայ վարպետների կառուցած կրաշաղախը ու հրաբխային տուֆը այնքան ամուր դուրս եկան, որ եկեղեցին արդեն ավելի քան 50 տարի դիմադրում է ջրային տարերքին։ Սուրբ Պողոս-Պետրոսը ապրում է 2 տարբեր կյանքով։ Գարնանը և ամռան սկզբին, երբ ծնհալից ջրամբարը լցվում է, եկեղեցին գրեթե ամբողջությամբ սուզվում է ջրի տակ։ Իսկ ահա օգոստոսից սկսած, երբ ջուրն օգտագործվում է ոռոգման համար և մակարդակն իջնում է, տաճարը հառնում է ջրից։ Այդ ժամանակ դուք կարող եք նույնիսկ քայլելով մոտենալ եկեղեցուն, ներս մտնել և տեսնել, թե ինչպես են պատերին նստած աղի ու ջրի հետքերը ստեղծել յուրահատուկ բնական նախշեր։ Այսպիսով, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին պարզապես քարե կառույց չէ, այն հայկական ճարտարապետության հզորության և տոկունության խորհրդանիշն է, որը հաղթել է ժամանակին ու ջրին։ Եթե ցանկանում եք ձեր աչքերով տեսնել այս հրաշքը, ապա լավագույն ժամանակը աշնան ամիսներն են։ Արդյոք եղել եք այստեղ կամ տեսել եք այս տաճարը ջրի տակ։ Կիսվեք ձեր տպավորություններով մեկնաբանություններում։ Սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի միասին բացահայտենք Հայաստանի բոլոր թաքնված ու հրաշալի վայրերը։ Մինչ նոր հանդիպում։